Բարև ձեզ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտем Զաքարյանը եւ մեզ կրկին հյուր է եկել Հայկ Ազեֆանյան, մոտ 1 տարի անցել է մեր առաջին տնտեսությանը վերաբերող podcast-ից, ինձ թվում է մի տարի լավ ժամանակ է, մի հատ հետ նայենք երկիրը այս մի տարվա մեջ ուր գնաց առաջ, հուսով եմ որ առաջ, ու Հայկաշ ջան տեսնում որ բազմաթիվ նաև նոր գրաֆիկներ ունենք, հետաքրքիր ամեն անգամ լավ ձև եք գտել, սենց անգամից ուշադրությունը գրավելու, ինչ լավ հետաքրքիր միտումներ կա։ Թերևս պետք է սկսենք բյուջեի կատարողականից, շատերին թերևս կհետաքրքրի, մենք պետական եկամուտները առաջի եռամսյակում որոշակի առումով գերակատարվել է շուրջ 21% չափով։ Ինչի նկատմամբ Պլանի նկատմամբ, սահմանված պլանի նկատմամբ շուրջ 12-13 միլիարդ դրամի մասին է խոսք գնում։ Հիմա երբ որ հասկանանք, թե ինչի հաշվին է այդ գերակատարումը իրական կատարվել, երկու հիմնական գործոն է, որ նպաստել են։ Առաջինը Իրանից ներկայացնում է բյուջեի այն հաշվին, որտեղ վերադարձված գումարներն են ֆիքսվում, որտեղ ունեցել ենք շուրջ 4.6 միլիարդ դրամ ավել գումարը հավաքվել, քան թե պլանավորված ա եղել, եւ մի հետաքրքիր փաստ եւս 2.5 միլիարդ դրամ շահաբաժին ա վճարել Viva Armenian, որը պլանավորված չէր եւ երբ որ ստացել ենք 2.5 պետական բյուջե որպես բաժնետեր 2.5 բաժնետեր։ Այո, 2.5 միլիարդ դրամ ա վճարվել։ Իսկ նախորդ տարվա համեմատ այդ առաջի եռամսյակը ավելի լավ թե պակաս նվազել։ Էական չէ, էականորեն մենք աճում ենք նախորդ տարվա նկատմամբ։ Եթե հիշեք տարբեր տեղեր արդեն ունեցել խոսելու, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների պլանը խիստ մարտահրավերներով լի է եւ այդ բարձր շեմով պլանքան շատ բարձր է սահմանվել, ընդհանրապես կարող լինի, բայց կարծես թե առաջի եռամսյակի արդյունքներով այդ ցանիշը պահպանվում է, թեև առանձին գործարարների հետ խոսակցության արդյունքում նշում են, որ շատերը բողոքում են գերավճարների ինստիտուտից։ Պրակտիկաները հետ են եկել։ Ճիշտ ասած, մենք տվյալները ոչ կարողացել ենք երգել, որ հաստատել այդ հիպոթեզը որպես այդպեսին։ Ես ուղղակի որպես տեղեկատվություն կցանկանայի նշել, բայց դրա հավաստիության վերաբերյալ կդժվարանամ։ Ուրիշ բաներ ունեիք, չէ՞, գրաֆիկ գործարարները, հատկապես խոշորները, ինչ մտահոգություններ ունեն։ Հա, դա վերջերս հրապարակված համաշխարհային բանկը պարբերաբար տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում իրականացնում է այսպես կոչված enterprise survey-ը, որի իրականացվել է 24 թվականին Հայաստանում մի քանի տարի դարձից հետո ձեռնարկությունների շրջանում եւ ձեռնարկությունները առաջի հանգամանքը որը նշել էին, դա ֆինանսների մատչելությունն էր հանդիսանում։ Երկրորդը քաղաքական անկայունությունը, հետո այնտեղ կար այսպես կոչված ոչ ֆորմալ պրակտիկայի արկայությունը, երբ որ մրցակիցները դժգոհում են, որ իրենց մրցակիցները աշխատում են այսպես ասած ծվերային դաշտում եւ իրանք հանիրավի հայտնվել են անհավասար պայմաններում։ Սրանք են հիմնական գործոնները, մենք մի հետաքրքիր փաստ ենք նաեւ գտել, որ խոշոր կազմակերպությունների դեպքում այդ հարցմանը մասնակցել էին 100 եւ ավել աշխատող ունեցող 42 ձեռնարկություն եւ նրանցից 18 նշել էին որպես ամենամեծ խոչընդոտ գործարարության իրականացման կոռուպցիան, հա, որը ըստ էության երկու հանգամանքով կարելի է բացատրել։ Հիպոթեզ առաջին, որ իրականում ռիսկը քանի որ բարձրացել է, այսինքն բռնվելու հավանականությունը բարձրացել է, հետեւաբար ռիվորդը ավելացել է, կոռուպցիան թանկացել է, ծառայության գինը թանկացել է եւ փոքրերը, միջինները չեն հանդիպում կամ հազվադեպ են ավելի հանդիպում, ավելի խոշորներին է հասու դարել եւ երկրորդը, որ հնարավոր է բոլոր խնդիրները խոշորների համար լուծվել են, օրինակ ինձ համար հետաքրքրական էր, որ ֆինանսական մատչելիությունը 100
եւ ավել աշխատող ունեցողների մոտ դա առաջնային խնդիր չի ամենևին, շատ ավելի փոքր է։ Թե բանկերում փողը շատացել է։ Որովհետեւ 100 եւ ավել աշխատող ունեցող կազմակերպությունները իրանք բանկերից փող վերցնելու խնդիր չունեն կամ շատ ավելի չափավոր է այդ խնդիրը։ Կոռուպցիան մի խոսքով է դառնով իմ համար զարմանալի ֆենոմեն էր, որը կարելի է իհարկե ուսումնասիրել հասկանալ։ Բայց նաև այդ երկու բանը, որ ասացիր, շահաբաժինները եւ այդ նախկիններից այդ վերած գումարները, այդ քո ասած ավելացած չի բացատրում, չէ՞, էլի բաներ կա։ Չէ։ Ու նաև կներես, ոնց որ 80 քանի տոկոսով էլ այդ ոսկու ադամանդի ռեէքսպորտներ չէ նվազել։ Տարբեր բաների մասին են խոսում։ Ես նկատի ունեի պետական բյուջեի եկամուտները, որը կատարողականի նկատմամբ գերակատարվել է։ Գերակատարումը հիմնականում այդ երկու գործոններով է պայմանավորված։ Դա մի փոքր մի 2-4 միլիարդի կարգի, 2 միլիարդի կարգի ունեցել ենք նաև հարկային եկամուտների մասով գերակատարում, բայց ընդհանուր պատկերը այնպեսին է, որ պլանը կատարվում է։ Ինչ վերաբերում է աճը նախորդ տարվա նկատմամբ, բնականաբար հիմնական մասը բաժին է ընկել հարկային եկամուտների աճ։ Եմ ուզում հասկանալ, հարկերի մասով։ Նախորդ տարվա համեմատ եթե համեմատում ենք, ունենք հարկային եկամուտների աճ։ Ինչ վերաբերում է ոսկու այդ գործառնություններին, ճիշտ եք։ Այդտեղից ինչ որ հարկեր ձևավորվում էր, չէ՞։ Ոչ այդքան մեծ, բայց ձևավորվում էր։ Ոսկը գնում է նախորդ տարվա առաջի երամսյակի համեմատ, այսպես ասած արտահանումը նվազել է 2 միլիարդ 770 միլիոն դոլարով։ Ոսկու թանկարժեք այլ մետաղների, քարերի արտահանման մասին է խոսք գնում։ Բնականաբար դա մեր տնտեսության վրա որոշակի բացասական ազդեցություն ունեցել է։ Եթե երամսյակային կտրվածքով գնահատելու լինենք եւ փորձենք հասկանանք ինչքան է այդ 2.7 միլիարդի մեջ Հայաստանի ավելացված արժեքը, որովհետեւ իրականում ամբողջ խոսակցությունը գնում էր շուրջ թե 10% մաքսատուրքը, որ Ռուսաստանից արտահանելու դեպքում պետք է ժամանակին վճարային 2024 թվականի ապրիլից դա այլևս արդիական չի, որտեղ Ռուսաստանը ներդրեց այդ արտահանման մաքսատուրքը բացառությամբ ԵԱՏՄ երկրների 2023 թվականի սեպտեմբերին, 2024 թվականի ապրիլին հանեց, որից հետո որոշակի իներցիոն փուլով շարունակվեց այս գործընթացը, բացի այդ օրինակ Դուբայի, Հոնկոնգի կամ Չինաստանի կազմակերպությունները որպես counterpart ավելի շատ նախընտրում էին տեսնել հայկական տնտեսվարողներին, քան թե ռուսական տնտեսվարողներին, հետագա սանկցիոն խնդիրներից խուսափելու համար եւ արդեն Թրամփյան Ամերիկայում, որ այդ խնդիրը կարծես թե իր արդիականությունը ավելի է ընկնում, ամենայն դեպս Թրամփի գծով արծում նվազել։ Ամենայն դեպս այդ խնդիրը շատ ավելի թույլ է արտահայտված։ Keeping Եվ այնպես ոնց է Trumponomics, Trumponomics, դա իրականում Bidenomics, Abenomics, Shinzo Abe-ի հետ կապված, Reaganomics, այդ ամեն ինչը, Erdonomics, Erdogan-ի հետ կապված կենտրոնական բանկի նկատմամբ իրավարած քաղաքականության մասով հատկապես, ինչ է ուզում ասել, բնականաբար մենք ունեցել ենք շուրջ 2.7 միլիարդի արտահանումը, ինքը հետաքրքիր է իր ֆենոմենը, որովհետև այդտեղ մենակ շահույթի կտոր կարար գոյանար եւ շահութահարկի մասով կարող լինել, որովհետև արտահանման գործառույթները ավելացած արժեքից ազատված է, շատ քիչ քանակությամբ մարդեր ներգրաված, որպեսզի եկամտային հարկ ձևավորվեր, միայն շահութահարկի կոմպոնենտով էր, իսկ շահութահարկը այնպիսի հարկատեսակ է, որի մաշեցնելը, ինչպես հաշվապահները կասեին, արդեն կախված է լավ հաշվապահությունից է կախված։ Բայց մեր շրջանառություն Ռուսաստանի չի անցած տարի 16 միլիարդ թիվ եմ հիշում։ Չէ, ես թիվը չեմ հիշում, ճիշտն ասեմ։ Դա ընդհանուր առևտրաշրջանառություն, արտահանում ներմուծում իրար հետ կապ ունի, սպայն թիվը։ Ասեմ մենակ այդ թանկարժեքներն են նվազել, թե ուրիշ մասերով էլ են նվազել։ Նայեք, ոչ թանկարժեք այդ մետաղները որ անում ենք, նույնիսկ մի 22 միլիոնի աճ ենք ունեցել արտահանման Հայաստանից։ Հա, մեր մոտ էլեկտրոնիկայի բանի։
Եվ ոչ միայն էլեկտրոնիկա, տարբեր շատ բանկատեսական ծխախոտը։ Խոշորները նկատի ունեն։ Օրինակ ծխախոտի արտանումը աճել է, որը ճնշող մեծամասնությամբ հայկական է։ Հայաստանյան է, եկեք ասենք ասեմ։ Այդ երևի ռեէքսպորտ չի։ Գիտեք, ռեէքսպորտը ինչ որ տարերից կան, բայց մեծ մասը բնականաբար տեղական արտադրության մասին է։ Օրինակ ծխախոտի արտադրությունը առաջի երամսյակում աճել է, գրեթե կրկնապատկվել է։ Արտահանումը։ Արտադրությունը։ Դե եթե արտադրություն ունենք, դա ենթադրվում է, որ պետք է արտահանել, որտեղ տեղական երկու անգամ որ ավելացրել արտադրությունը շատ ենք ծախել։ Տարածական բաշխում էս բան չեմ կարող ասել։ Տարբեր ուղղություններ եղան։ Բայց հիմնականում արաբական երկրներ, Իրաք, Քրդիստան, Սիրիա, նույնիսկ իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքում են հայկական աղտամար վաճառում։ Ինձ հայտնի պատմություն կար, չէ՞։ Իսկ այդ որ ասցիր քիչ մարդիկ են ներգրաված, հիշեցի որ այդ շատ մարդիկ ներգրաված էին մեքենաների գործերում կամ ներմուծում վերարտահանումում, որը ոնց որ թե նվազել է, չէ՞։ Կարելի ասել վերացել է, որովհետև մեր կառավարությունը որոշեց ավելացված արժեքի հարկը չվերադարձնել, ճիշտ եմ։ Չէ, դա չի իրականում խնդիրը, հիմնական խնդիրը առաջացել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից կիրառվող սանկցիաներով, որոնք օրինակ վրացական կազմակերպությունները վրացական կողմը թույլ չէր տալիս սահմանով դեպի Ռուսաստան անցնել որոշակի սանտիմետր խորանարդից ավել ծավալով շարժիչներ, նաև մեր կառավարությունը չէր խրախուսում այդ մասը, ավելացված արժեքի մի դուք կարող հարցնեք, բա ոնց է Վրաստանը խոշոր ավտոմեքենա արտահանող դառել, հա։ Վրաստանը խոշոր ավտոմեքենա արտահանող է, իրանք ֆորմալություն տալի, որ այդ մեքենաները գնում են Ղրղըզստան, բայց երբ որ նայում են Ղրղըզստանի ներմուծման վիճակագրությունը, պարզվում է Վրաստանը շատ քիչ։ Հա, այդ արանքում ինչ որ միտեղ կորում է։ Սենց մի հատ իրավիճակ առաջացել, բայց Հայաստանում որպես այդպեսին ավտոմեքենա անգամ ասում էր, դա բերե 10-15000 մարդ էր, չէ՞, ներգրաված այդ ամբողջ շղթայում ներմուծել, սարքել, տեղափոխել, այդ մարդիկ ոնց որ եկամուտների կտրուկ անկում ունեն, թե ուրիշ բան են անում։ Փոքր ներդրողները միգուցե ուրիշ բանով են զբաղված, բայց մի մասը ենթադրում եմ, որ այդ բան օրինակ հատկապես շատ ցուցուներ Գյումրիում, ոնց էր մարդիկ ներգրավել այդ ամբողջ արժեշղթայում, սկսած մաքսազերծման գործառույթներից վերջացրած այդ էվակուատորով մեքենա տեղափոխելու, հա, գործառույթներ, բնականաբար այդ մարդկանց մի մասը այդ արժեշղթայից դուրս է եկել այլ գործունեությամբ զբաղվում։ Որ ոլորտներն են բիզնեսները ավելացել, դե եթե հարկերը ավելացել են կամ տնտեսական ակտիվությունը ավելացել, կամ քանակն են ավելացել բիզնեսների, կան ոլորտներ, որ համեմատաբար ավելի շատ տենց նոր բիզնեսներ են ստեղծվել, կան տենց ինֆորմացիա։ Մենք ինֆորմացիայի բացվածքը ավելի ուշ կիմանանք, ըստ տնտեսական գործունեության տեսակների, սովորաբար տարվա կտրվածքով այդ տվյալները հրապարակվում, ասպան ես կդժվարանամ ասել։ Բայց 24 թվականին ունենք որոշակի բաշխվածք։ Ունենք, բայց կդժվարանամ ասպան ես նշել, ուղղակի չեմ մտաբերում։ Հիմնական ոլորտը առևտուրն է։ Մեր կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, մեր բիզնեսների ճնշող մեծամասնությունը գործունեությունը իրականացնում առևտրի ոլորտում։ Դե ձեր մոտ էլ է գրաֆիկով բավականին առևտուրը հիմնական հարկ վճարողն է, եւ եթե նայում ենք նոր ձևավորված կազմակերպությունների քանակը 2022-23 թվականին մենք դրական միտում ունեինք ՏՏ ոլորտում։ Խնդիրը նաև նրանում էր, որ շատ ռուսաստանցիներ որպես անձեռներից էին գրանցվում Հայաստանում, որը արդեն ոչ թե վարձու աշխատող էր Իրանից ներկայացնում, այլ որպես հարկատեր, եւ դա էլ որոշակիորեն իրականում վիճակագրություն աղավաղելը շատ դժվար է։ Այդ խնձոր համեմատություն չենք ունենում էլ իրականում։ Եթե համեմատենք 22 թվական, մինչ 22-ի իրադարձությունները երևի որ ավելի ճիշտ պատկեր ստանանք, որտեղ ռուսական անաձեռնարիչների մի մասը դուրս է եկել Հայաստանից, ճիշտ եմ հասկանում։ Մի մասը դուրս է եկել, իրականում նայած մենք ինչ ենք ուզում ցույց տանք, եթե ուզում ենք ցույց տանք նոր ձևավորված կազմակերպությունների թիվը, այստեղ
եթե ուզում ենք տեղական ներուժը համեմատենք, բնականաբար ճիշտ կլինի 21-ի հետ համեմատություն անել, որովհետև 22-23-ը դա արտաքին գործոններ, արտածին գործոններով են պայմանավորված։ Բանկերից ինչ կա։ Բանկերը շարունակում են Բանկերը նախորդ տարվա վրա եւ տարվա վրա է բավականին լուրջ աճ եղել եւ նաեւ առաջի երամսյակներ նույնիսկ այո 100 միլիարդ առաջի երամսյակից ավել։ Ճիշտ է 100 միլիարդ դրամի կարգի զուտշահույթ էին արձանագրել։ Այդ երամսյակը Առաջի երամսյակի իսկ տարին չենք էլ ամփոփել։ Տարին 369 միլիարդի կարգեր։ Նախորդ տարվանից 362 միլիարդի կարգեր իրանից ներկայացնում։ Նախորդ տարվանից 60% էր ավել թե ավելի։ Չէ 60% չէ։ Ես այս բանին արդեն կդժվարանամ թիվը 23260-ի կարգեր ինչքան հիշում։ Բավական շոշափելի աճ են ունեցել նաև։ Ու շարունակում ենք ունենալ այդ աճը։ Ինչի հաշվին։ Ըստ էության մի քանի բանկեր են, որոնք այդ Անդորում բանկերի ճեղքվածքն էլ է մեծացել։ Իսկ մեծերը շատ ավելի են մեծացել, չէ՞, ընդհանուր համակարգը աճել է, բայց մեծերը շատ ավելի են մեծացել։ Հա, ես ասում եմ, մեր բանկային համակարգը գնալով կարծես թե որոշակի նմանություններ է սկսում։ Մենք հեռու ենք, բայց Վրաստանի բանկային համակարգը, որտեղ 3 խոշոր բանկ, Bank of Georgia, TBC, Liberty Այդ 3-ը առաջատարներն են ու նրանցից հետո նոր գալիս են արդեն բուտիկ բանկեր, երկրորդ լիգայի բանկեր։ Մեր մոտ բնականաբար Արչինը իր դիրքերը շարունակել է ամրապնդել եւ զուտշահույթով եւ այլ ցուցանիշներով եւս եւ առհասարակ բանկային համակարգում այս աճի մի զգալիորեն պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկմամբ դա կլինի արտարժութի փոխանակման գործարքներով, կլինի ուղղակի փոխանցումներ իրականացնելով, որ տարբեր սակագնային փաթեթներից են օգտվում։ Ես կարծում եմ եւ թվերն են ցույց տալի, որ այս շահույթի էքսեսիվ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոններով։ Իսկ տարբերակ կա, որ այդ ամեն ինչը վերածվի որոշակի կայուն բիզնեսի, այսինքն հա, էլի մեր բանկային համակարգը շարունակի սպասարկել նաև դրսի հաճախորդների, որովհետև առաջին անգամ բանկային համակարգի ակտիվները գերազանցեցին մեր ՀՆ-ն, չէ, 11 տրիլիոն, եթե չեմ սխալվում։ Այսինքն հետ է գնալու այս քո ասած հալոցքի, հա, Տրամփ-Պուտին հալոցքի հետ, թե հնարավոր է դրա մի մասը մնա, որովհետև Դավինիկ մերոնք ավելի լավ ծառայություն են մատուցում, ավելի լավ ինչ-որ պայմաններ են մատուցում եւ այլն։ Իրականում մեծագույն խնդիրը մեր բանկային համակարգում, առհասարակ ֆինանսական ոլորտում, ոչ միայն բանկային համակարգում, դուք տեղյակ եք հավանաբար, որ նաեւ ֆինանսական հատվածի այլ կազմակերպությունները եւս բավական լուրջ շահույթ են արձանագրել։ Օրինակ կան ներդրումային ընկերություններ, որ 10 միլիարդ դրամ եւ ավել զուտ շահույթ են արձանագրել։ Մեծագույն խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես խարսխել այդ կապիտալը Հայաստանում։ Այսինքն մի կողմից փողը կա, բայց ներդրելու հնարավորություն չկա, որտեղ դնեն։ Ինքն պետք է նաև ես օրինակ տեղ ասում եմ, որ կառավարությունը թերևս պետք է ավելի պրոակտիվ հանդես գա եւ PPP կամ պետություն մասնավոր գործընկերության նախագծերը մշակի, որպեսզի կարողանա այդ կապիտալը ինչ-որ մի ձև խարսխի։ Այլ պայմաններում մեր մոտ քանի որ չկան զարգացած կապիտալի շուկա, իրանք ինչ են անելու այդ զուտ շահույթը, ստիպված մարդիկ դրսում են ներդրումներ կատարել։ Դա մի քիչ պարտատոմսերն է։ Միայն պարտատոմսերն է, բայց պարտատոմսերը դա ընդամենը այս պարագայում այնպես չի որ մեծ եթե նայենք այլ ընտրանքները գրավչության առումով մի խոսքով համաձայն եմ այն տեսակետի հետ, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ամեն ինչը Հայաստանում փառսկել։ Ինչ վերաբերում է կայուն բիզնեսի մեր բանկային համակարգը որպես միջնորդական ծառայություն մատուցող, կդժվարանամ ես այս բանը գնահատել, թե արդյոք հնարավոր է կայուն հիմքերի վրա դնել, թե չէ, որտեղ շատ գործոնների հետ է պայմանավորված։ Այս բանը իհարկե մենք ունենք ասենց սլենգային լեզվով ասեմ ֆորա ունենք, մեր բանկային համակարգը ֆորա ունի,
օրինակ ցույց տալու թեկուզ կան շատ ռուսական խոշոր կորպորացիաներ, որոնց համար հայկական ֆինանսական ոլորտում ներգրաված կազմակերպությունները treasury ծառայություններ են մատուցում։ Եթե իրանք գանձապետական ծառայություններ են մատուցում, եթե բարձր որ իրանք ավելի լավ են աշխատում, քան իրենց ռուսական մրցակիցները, բնականաբար միգուցե այդ կազմակերպությունը նախընտրեն ստratեգիական բանի հետ աշխատել։ Ես մի բան եմ ուզում շեշտել, որ շատ դեպքում վերարտանում է, կամ այդ միջնորդական ծառայությունները մի տեսակ բացասական երանգով են ընկալվում եւ ընդունվում։ Հասարակության կողմից, թեկուզ փորձագիտական շրջանակների կողմից։ Ես կարծում եմ, որ իրականում եթե մարդիկ շահույթ են գեներացնում մեր ռեզիդենտները, դրանում որևէ վատ բան չկա, մանավանդ եթե էքսպորտի հաշվին։ Հատկապես դա ծառայությունների էքսպորտ աստեղության հանդիսանում, եթե այսպես բանով նայենք, եւ այն մտայնությունը, որ պետք է Հայաստանում արտահանումը աճի եւ այդ արտահանման աճի մի կարեւոր հանգամանքը նաեւ ծառայությունների արտահանումն է։ Մենք վերջերս գործընկերների հետ առիթ ունեցել ենք մշակելու Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիրը, ԱՄՆ-ՄԶԳ ֆինանսավորում կարծում եմ առաջիկա 2 ամիսների ընթացքում կընդունվի եւ այդ ռազմավարությունն մեր մինչեւ տրոփներ մշակել։ Մինչեւ տրոփներ ՄԶԳ-ի որտեղ հունվարի 24-ից ամեն ինչ դադարեցվեց։ Այդ որ եղավ, մենք օրինակ կարևոր շիֆտ ենք դրել տրամաբանության հələ փոփոխություն, որ խոսքը մեն ապրանքների արտահանման մասին չի։ Ծառայությունների արտահանմանն էլ ոչ պակաս, եթե մենք ասում ենք պետք է պետությունը արտահանման ուշադրություն դարձնի, դա նաև վերաբերում է ծառայությունների արտահանմանը։ Իսկ մեր երկու բառով ի՞նչն է ձեր ռազմավարության հիմնական առանցքը։ Մշակած ռազմավարության հիմնական առանցքը, այսպես ասած, յանից ներկայացնում է, որ պետք է բարձր արտադրողականություն ունեցող ապրանքների վրա շեշտադրում իրականացվի, այսինքն ավելացված արժեք ունեցող ապրանքների վրա, ինքը նաև զուգահեռաբար պրոյեկտվում այսպես կոչված ապրանքների բարդության վրա, այսինքն պետք է խրախուսվի բարդ հնարավորինս բարդ արտադրանքի արտահանումը Հայաստանից։ Երկրորդը այն արտադրանքների արտահանումը, որը երկարաժշտանում են Հայաստանում եւ նաեւ շատ աշխատատեղեր են ստեղծում։ Երրորդը պետք է լոգիստիկա առումով հարևանների հետ որոշակի համաձայնության գալ, ընդ որում օրինակ Թուրքիայի հետ, երբ որ մենք խոսում ենք սահմանի բացման մասին, առաջնային խոսքը ոչ թե թուրքական շուկայի մեր համար հետաքրքրության տեսանկյունից, դա պետք է դիտարկել այլ Թուրքիան որպես տարանցիկ երկիր, որը հնարավորություն կտա մեր ապրանքները ավելի մրցունակ դարձնել եւ օրինակ Սիրիայում, Լիբանանում, եվրոպական երկրներում, Թուրքիան ինչի՞ պիտի թողի։ Բանակցային հարց է եւ այդ բանակցությունների եւ այդ հարցը ոչ միայն Հայաստանի դիրույթում է, դա պետք է ընդունենք Եվրոմիության ԱՄՆ-ն, երբ որ խոսք է գնում Հայաստանի հետ հարաբերությունների համապատասխան մասին, մենք կարծում ենք, որ այսպես ասած դիվանագիտական ուժի միջոցով պետք է ճնշում գործադրեն, եթե ոչ Թուրքիայի շուկան բացի մեր տեղական արտադրանքի համար, գոնե տրանսման հնարավորություն տա։ Սա օրինակ բաներից մեկն է։ Մյուսը իհարկե դիվերսիֆիկացիան է։ Եթե մենք որ ասում ես այդ ուղղությունները ուժեղացվի այդտեղ պետության դերը որն է, ինչ պիտի անի, սուբսիդիա պիտի տա, ենթակառուցվածքներ պիտի ստեղծի, ինչ պիտի անի։ Նախ պետք է նշեմ, որ 2018 թվականից հետո ստեղծության այդ արտահանման պետական ինստիտուտները որ կային, այն ժամանակ եթե հիշում եք կար Business Armenia, որը դրանից առաջ ազգային մրցունակության հիմնադրամ էր կոչվում, դրանից առաջ Հայաստանի զարգացման գործակալություն, բայց այդ հիմա չկա Enterprise Armenia։ Կա Enterprise Armenia-ի տեսքով, որը արտահանման ֆունկցիա չի իրականացնում, միայն ներդրումների խթանումը իրականացնում։ Առաջնային բանը, որ պետությունը ինչ պետք է անի, պիտի այդ իր կարողությունները ձևավորի, զարգացնի։ Ժամանակին Կարեն Կարապետյանի կառավարությունը հստակ KPI-ներ սահմանել օրինակ ԱԳՆ-ի համար եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ եւ արտահանման խթանման ուղղությամբ։ Մենք հավատացած ենք, որ դրանք պետք է ներդրվեն։ Առևտրային կցորդների ինստիտուտը պետք է ստեղծան զարգացվի,
եւ ֆորմալ նկատի ունեմ կառավարության աշխատակիցներ, որոնք ալ երկրները որպես Հայաստանը առևտրային կցորդ են հանդիսանում եւ նաեւ այսպես կոչված այդ պատվավոր պաշտոններ զբաղեցնող կարելի է ներգրավել սփյուռքահայերի պետք կան մասնագիտացած կազմակերպություններ, որոնք արտանման խթանում են անում, էջենսիներ են մասնավոր, որոնք access ունեն, չգիտեմ, խոշոր սուպերմարկետների կատեգորիա մենեջերների հետ, ով կարելի է կազմակերպել, նրանց միջոցով բերել Հայաստան այդ մարդկանց։ Այսինքն պետությունը պետական բյուջեից պետք է գումարներ։ Հա, մենք նախատեսել ենք շուրջ 5 տարվա համար, եթե հիշողությունս չի դավաճանում 110-120 միլիոն, ներողություն 110-120 միլիարդ դրամի մասին էր խոսքը գնում, սկզբնական տարիներում բնականաբար ավելի քիչ տեմպերով, որովհետև այդ ներուժը չկա յուտիլայզ անելու, հետո ավելի արագ տեմպերով, բայց առաջինը նախ այդ կարողությունները պետք է ձևավորվեն, այնտեղ մենք բավականին տարբեր սկսած կանոնավոր ավիա չվերթների ներդրման պետական աջակցությունից, որովհետև այդ բիզնեսը ըստ էության հետաքրքիր իրավիճակ է, երբ որ գնում առաջին միավորը, որը պետք է արտանվի, դրա գինը շատ թանկ է։ Երբ որ ասենք 80-90%-ով ինքնաթիռը լցվում է արտանման համար, արդեն գինը գալիս է շուկայական մակարդակի, բայց այն շրջանումը, որը պետք է լինի առաջինը, շուկան ինքը իրեն չի կարող կարգավորել եւ պետությունը միջամտություն է իրականացնում, իհարկե exit-ի հստակ նաեւ բանով էլի, այսինքն չի կարող այդ աջակցություն լինի անվերջ։ Պետք է հստակ ուսումնասիրություն արվի, օրինակ մեր ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ դեպի Դուբայ ավիափոխադրում անելու պահանջարկ կա տեղական շուկայում, բայց քանի որ ավիափոխադրումը իրականացվում է մարդատար, օդանավերի, բեռնային ինչ-որ խցիկում որոշակի ծավալ ասելով, մեր արտադրողները բավարար քանակությամբ օրինակ ելակ արտադրող կար։ Դրա համար սառնանային է նաև։ Ելակ արտադրող կար, որ պետք է բնականաբար սառնային նաև հագեցածությամբ, որ իրանք ուզում են արտանային, ասում են, ես պատրաստ եմ այդ գնով վճարել, բայց ինձ չեն տալի շաբաթական, ասենք, այդ մեծ սլոտները, որպեսզի մենք արտանում իրականացնենք։ Համեցեք, կարճացրուց։ Իմպորտ էքսպորտի բալանսը ինչպիսին է այս պայմանությամբ։ Առհասարակ, եթե նայենք այդ ընթացիկ արշիվը եւ նաեւ առևտրային արշիվը, մի փոքր մենք 2023-ին նույնիսկ մի փոքր դրական ա եղել, այսինքն ավելի շատ արտանել ենք, քան ներմուծել, 2024-ին, եթե ճիշտ եմ հիշում, մի փոքր բացական էր։ Իսկ համեմատաբար բալանսի մեջ են։ Համատական բալանսի մեջ ենք, նախկինում դա խնդիր էր, եւ նաեւ փոխարժեքը, որ այսօր մենք տեսնում ենք, մեծ հաշվով նաեւ այդ այսպես ասած ֆունդամենտալներին հա փորձենք նայել։ Այսինքն փոխարժեքի վրա ճնշում չկա այդ կողմից։ Չէ, փոխարժեքը պնդացել է, որտեղ էքսպորտ բալանսը բացել է ինչ որ պահի, բայց հիմա ճնշում չկա վերև գնալու, որովհետեւ այդտեղ բալանսավորված է։ Նայեք, ոսկու դեպքում, որը մի քիչ այլ է, ես կարծում եմ, օրինակ ամեն դեպքում ոսկին, քանի որ մենք գրեթե ամբողջովին ներմուծում եւ արտահանում ենք, այդտեղ մեր իրականում ֆինանսական հոսքերը մեր բանի վրա հակավը գալիս էին մտնում գնում էին, բայց ընդհանուր փուլի վրա տենց ազդեցություն չէին ունենում, բայց այլ ապրանքատեսակների մասով կարող է որոշակի ազդեցություններ առաջանալ։ Այսինքն, եթե մենք ունենանք մի իրավիճակ, որ այդ վերարտահանման էֆեկտը չլինի, բնականաբար փոխարժեքը կթուլանա ավելի շատ։ Դրամը կթուլանա, Այդ է ասում, բալանսը կա։ Ոչ ոսկու մասով, այլ բաների մասով ես ավելի բան եմ ասում։ Արտահանման գլխավոր պոզիցիաները մնում են նույնը։ Չէ, արտահանման պոզիցիաներն էլ բնականաբար 24 թվականին ոսկին առաջին տեղում էր հայտնվել։ Եթե նայենք մեր տնտեսության վերաբերող, որովհետև մենք չգիտեմ շատ մեծ քանակությամբ բարձում է բջջային հեռախոսներն ենք արտահանում եւ այլն, որոնք մեր արտահանման բարդությունը մեծացնում են, որտեղ իրանք բարդ ապրանք են, հա, բջջային հեռախոսները, նախկինում ավտոմեքենաները եւ այլն, բայց եթե նայում ենք մեր տեղական արտադրությունը, բնականաբար դա հիմնականում 3-4 կատեգորիայի մասին է խոսքը, նախ եւ առաջ պղինձ, ֆերոմոլիբդեն, ինչ որ ունեցել ենք, լինում է խմիչք,
եւ ծխախոտ։ Նույնիսկ առանձին դեպքում, եթե ճիշտ եմ հիշում, ծխախոտը անցնում էր արդեն խմիչքին։ Ըստաբար հիմա ծխախոտը կանցնի նաեւ խմիչքին։ Իսկ եթե խոսում ենք այդ նոր որ խոսում ենք ծառայությունների արտահանման տեսանկյունից, ունենք ինչ որ աճոնակ IT սեկտորի IT սեկտորի արտահանման տեսանկյունից ծառայությունների կամ չգիտեմ, իրենք որպես ապրանք են գրանցվում, թե որպես ծառայություն։ Ծառայություն, եթե ֆիզիկական ապրանք չի, ինքը ծառայություն է ներկայացնում, որովհետեւ ICT-ն ինքը 3 կոմպոնենտից է բաղկացած։ Արտադրություն, օրինակ ճշգրիտ ինչ որ բաների արտադրություն, համակարգիչների եւ այլն։ Երկրորդը իրանից ներկայացնում է ծառայությունները եւ հետո հեռահաղորդակցություն, որոնց ծառայությունների մեջ էլ ծառայություն եւ առևտուրը։ Ծառայությունների մեջ տարբերում ենք հեռահաղորդակցություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Մենք 2024 թվականի պաշտոնական վիճակագրությունը այդքան էլ դրական չենք, քանի որ ՏՏ ոլորտի վիճակագրությունը արտահանման մասով լիարժեք չի արտացոլվում։ Մենք այդ խնդիրը ունենք։ Մենք նախկինում օրինակ 23 թվականին փորձ ենք արել բեկի տվյալներով որոշակի գնահատում անել, թե Հայաստանից ինչքան արտահանում իրականացում շուրջ 1.8 միլիարդ դոլարի մենք ծառայություններ ենք արտահանում, հիմա ենթադրաբար 2 միլիարդ դոլարը անցած կլինի մեր արտահանման։ Այդ աճ կա, թե հա։ Իրականում որոշակի աճ կա նաև ՏՏ ոլորտում։ Մենք նաև մեր գործընկերների հետ համերախորդակցականի հետ եւ արտահանման ռազմավարություն ենք մշակել ԼՄԶԳ ֆինանսավորմամբ նախաձեռնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության մշակումը, բայց ինչպես ասում են, շաբաթ ավելի շուտ եկավ, քան թե ուրբաթը։ Հիմա տարբեր քննարկումներ կան, որ կառավարությունը ինքը պետք է ֆինանսավորի։ Եթե լինի, արդեն մենք ավելի նախվելուծական հստակ պատկեր կունենանք եւ նաեւ դրա խթանման ուղղությամբ առաջարկներ պետք է ներկայացնենք։ Առման ՏՏ-ն քիչ չի նստել այս վերջի 2 տարին։ Նո գլոբալ եւ նաեւ մեր մոտ էլի։ Անհայտ այդ աշխատողների քանակով նայում ենք, ինքը գրեթե ստաբիլ վիճակում է գտնվում։ Շրջանառության մասով որ նայում ենք, որտեղ վիճակագրությունը օգտվում էր ԲՏԱ նախարարության վարչական ռեգիստրով, որը լիարժեք չէր արտացոլում, բայց դեկտեմբերի ցուցանիշը որ հրապարակվեց, իրենք դրեցին վերանայեցին ամբողջ շարքը ՏՏ-ի մասով, ինչու վերանայեցին, որովհետև ՊԵԿ-ը հնարավորինս համապարփակ է տալ։ Օրինակ շատ նորաստեղծ ընկերություններ Ռուսաստանից որ եկել են ստե գրանցվել էին, ԲՏԱ-ի այդ վարչական ռեգիստրում չկային։ Այնինչ ՊԵԿ-ին ինքը չի կարող լինի, եթե օրինական գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Հետևաբար ՊԵԿ-ի տվյալներով վերանայեցին եւ ՏՏ ոլորտը որոշակի աճ իրականում արձանագրել է 2024 թվականին 2023-ի համեմատ եւս։ Իսկ բանը մասով ինչա կատարվում վարձատրության առաջ թե ՏՏ-ն էր տենց առաջատար ուրիշ տեղերից այդ թվում ֆինանսականից մարդիկ էր տանում, հիմա ոնց որ հակառակ տրենդ կա։ Միկրո լեվելում, հա, ասենք առանձին մենք էլ որ նայում ենք եւ նաեւ մեր շրջապատի ստեղծությունները ստանում ենք, որ բանկերը գեներացնելով բավականին մեծ շահույթ կարողանում են իրենց թույլ տալ լավագույն կամ լավ մասնակիցներ ներգրավել ոլորտով, բայց երբ որ նայում ենք sense համապարփակ վիճակագրությունը, բնականաբար այդ պատկերը այդպեսին չի, ՏՏ-ն այլ բավականին լուրջ աշխարհին աշխատավարձը բավականին բարձր է, բնականաբար բանկային համակարգում եւս բավականին բարձր է, մենք off the record ֆորմատով միջև հաղորդման սկսել քննարկում ենք վարձատրությունը top մենեջերների, բնականաբար այդ վարձատրությունը կարևոր միջին աշխատավարձ են հաշվում, այդ միջինի վրա ազդում է այլ են հայտնի Ջերմաշյանի անեկդոտի նման էլի որ իրավիճակը կարծես թե վերահսկողության տակ է, ինչ երկու Իվանն էլ համերձ վիճակում են գտնվում։ Եկել են բարձր։ Այո։ Ընդհանուր աշխատատեղերի ավելացում ունեցել ենք աշխատատեղերն էլ, եթե նայում ենք շուրջ 780,000 եւ ավել մարդի դրությամբ, որը էականորեն ավել է նախորդ տարվանուն
ամսանկատմամբ, որտեղ աշխատատեղերի մասով մենք սեզոնայնության էֆեկտ ունենք, ամեն դեպքում ճիշտ է ամիսը ամսվա վրա դիտարկելն է, հա։ Այդ մասով եւս աճ կա, որի մի մասը էլի շարունակ պետք է ունենք այդ վաճառության էֆեկտին, այսինքն տնտեսության ինֆորմալ հատվածը նվազում է այդ առումով, այլ հավասար պայմաններում։ Սպիտակում ենք, գնալով սպիտակում են, ինչը դրական է բնականաբար ամեն առումով, եւ այդ մասով 779,000-ից ավել աշխատատեղ կա։ Ես շեշտում եմ աշխատատեղ, որովհետեւ շատերը մի քանի աշխատատեղում են գրանցված։ Ես ինքս օրինակ 3 աշխատատեղ մարդ, այդ 780,000-ի մեջ ես ինքս 3 տեղ ներգրաված եմ, այլ։ Դա պետական աշխատողներին չեն հաշվում։ Հաշվում են։ Բայց իրանք մի տեղ են հիմնականում մի տեղ։ Եթե իհարկե չեն դասավանդում կամ նման դասընթացներ չկան։ Իսկ այդ բաշխվածքը ինչպիսին է, պետական, ոչ պետական։ Մեծ մասը պետականն է, ոչ պետականն է, բնականաբար մեծ մասը ոչ պետականն է։ Խնդրահարույցը իրավիճակը մարզերում, պետական ոչ պետական առումով, մենք առանձին մարզեր ունենք, օրինակ Հարքունիքի մարզ, որտեղ շատ մոտիկ են։ Իրար, ասենք, հասկանալի պատճառներով դեռ չկան։ Շատ աշխատատեղ չկա։ Աշխատատեղ մասնավոր սեկտորի այդքան զարգացած չի կամ ինֆորմալ դաշտում է։ Ամբողջ գյուղատնտեսությունն օրինակ այն մարզերը, որտեղ գյուղատնտեսությունը շատ զարգացած է եւ գյուղատնտեսությունից բացի այլ ոլորտներ զարգացած չեն, օրինակ Գյուղատնտեսության մարզերում կա, բայց հաստատից զբաղվածություն կա, բայց բանով չի երևում։ Նույնն այդ արտագնա աշխատանքները, հա, որ մենք ունենք, իրականում դա էլ զբաղվածություն է։ Խոպան դեռ կա։ Իհարկե։ Հա։ Իհարկե։ Սուրբ գործ։ Ես շատ դեպքերում կարծում եմ դա նույնիսկ ոչ թե այստեղ աշխատատեղ չլինելու հարց է, այլ սովորության հարց է։ Հա, սովորություն։ Շատերը նույնիսկ եթե գա Երևան պայմանական ավելի դժվար կողմնորոշվեն աշխատանքը գտնեն, քան թե օրինակ Չելյաբինսկում, հա, պայմանական մի հատ ռուսական տենց երկրորդային քաղաքի, ասենք Սանկտ Պետերբուրգից Մոսկվայից զատ, որովհետև իրանք այդ միջավայրում են, հա, ասենք ծանոթ իրենց գործարար կապերը ամեն ինչը։ Մրցակցությունը շատ է ավելի։ Մրցակցությունը դա է պատճառը, որ մենք ունենք հնդկական աշխատուր նաև։ Իրականում հնդիկները եւս դրական են անդրադարձել մեր տնտեսական աճի եւ պոտենցիալի մեծացմանը, ինչպես ռուսները, հա, որտեղ այսօր էլ մենք ունենք մարդիկ, ովքեր Հայաստանում աշխատում են, իրենց գործունեությունը շարունակում են Հայաստանում իրականացնել նմանատիպ հնդիկները։ Ես ինքս դրական եմ վերաբերում նաև այդ մարդկանց, հետաքրքրական միտում եմ նկատել, ուղղակի այդպես վիճակագրություն չկա փողոցում, ես տեսնում եմ ոչ միայն հնդիկ տղամարդիկ, այլ նաև կանայք, որ սա ենթադրում է արդեն ավելի երկարատև, հա, կացություն մեր երկրում այդ ուղղակի կարճաժամկետ խոպան չէ, այսինքն ընտանիքներ է տեղափոխել Հայաստան ինչ որ բանով զբաղվելու համար։ Ես ինքս դրական եմ վերաբերում իր բոլոր ռիսկերով հանդերձ, իհարկե կարելի է թիրախավորել նույն տենց տեսակետ կա, որ ավելի նպատակահարմար է բերել Եթովպիայից, որտեղ մենք նույնիսկ կրոնական, հա, որոշակի նմանություններ ունենք մեր եկեղեցին։ Բերել, բայց այդ մենք ենք բերում, իրենք են։ Դե պետք է հնարավորություններ ստեղծել շատ դեպքերում իրականում մեր տնտեսվա ոնց է ստեղծել, ոնց է եղել առաջի հնարավոր է եղել առաջ բժշկական ուսանողների հենքի հիման վրա եկել են մարդիկ, հիմա եթե մեր այսպես ասած միջնորդներին ուղղորդենք, որ նաև Եթովպիայից նման մարդիկ բերեն, ինքը ավելի ոնց որ բայց տնտեսական հիմքը, որ իրենք ստեղ են, նա է, որ բավարար հայկական աշխատուժ չկա, որտեղ եթե լիներ, իրանք չեն լինի ուղղակի։ Ես նաև գործարանների հետ կամ չկա կամ թանկ է։ Թանկ է առաջինը, երկրորդը չկա։ Շատ դեպքերում, ասենք թվում է թե օրինակ 10,000 կամ 15,000 դրամ աշխատավարձը կապույտ օձիքավոր աշխատողի համար բավականին նորմալ աշխատավարձ է։ Օրական։
Օրական 10-15,000 դրամ աշխատավարձը, բայց նույնիսկ այդ գումարով նշանարարության ոլորտում շատերը գիտեմ ծանոթներ ունեն, որ կողքում են, որ չեն կարող մարդ ներգրավեն, որ կաշխատի, էլ չեմ ասում, որ շատերը պնդում են, որ հնդիկ աշխատողները ավելի կարգապահ են, կանոնակարգված են աշխատել տարբեր տիպի ոնց որ գրադացիաներ կան, բնականաբար կան լավ աշխատողներ, կան ավելի բան։ Եգիպտացիներ, պարսիկներ են գալի, ոչ միայն հնդիկներ, sense հնդիկները կերպար են դարել հավաքական կերպար են դարել, բայց կան նաև պարսիկներ, եգիպտացիներ, որոնք օրինակ շինարարության ոլորտում հաճախ գալիս են հենց վարպետներ, ոչ թե ուղղակի որակավորում չունեցող բանվորներ, այլ պատշարեր, չգիտեմ, կահույքագործներ եւ այլն, այսպիսի մարդիկ, ովքեր բնականաբար դրական են անդրադառնում մեր տնտեսության վրա։ Գործազրկությունը պետական վիճակագրությամբ ինչքան է։ 13-14% կարգի։ 13-14% գործազրկության պարագայում մենք ներմուծում ենք աշխատուր։ Այդ էլ օֆիցիալ չէ, դա չէ, դա օֆիցիալ ավելի բարձր։ Չէ։ Հաշվում մտաբանության առանձնահատկություններ կա, դրա մեջ չխորանա, բայց դա իրատեսական թիվ է։ Իսկ բանից ինչ կա։ Այսինքն մարդը եթե չի աշխատում եւ ինքը ջանք չի գործադրում, այդ աշխատելու ուղղությամբ, հետագայում իրան որպես գործազուրկ չի դիտարկվում ինքը։ Մենք պատկերացրեք ինչ որ մեկը, որը ոչ վերջին հարցում են իրականացնում, կա վերջի 6 ամսում կամ 3 ամսում, օրինակ աշխատանքի համար դիմել եք կամ ակտիվ փնտրել եք, ինչ որ գործողություն արել եք այդ ուղղությամբ։ Դե չնստել ասել աշխատանք չկա, դու արդեն չի նշանակում, որ դու գործազուրկ ես էլի։ Գործազուրկ լինելու համար նախ եւ առաջ պետք է աշխատանք փնտրել եւ չգտնել, որի արդյունքում դա համարվել գործազուրկ է։ Իսկ փարոսից ինչ կա, այսօր վերջերս ոնց որ կառավարությունում էլ էլի հարցներ քննարկվում։ Հա, իրականում դա էլի ժամանակին հիշում եմ նպաստում, որ մարդը կոսած նստի, չփնտրի աշխատանք կամ չգրանցվող աշխատանք չփնտրի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրականում փորձում են վերափոխել այդ համակարգը, այդ առատավոր պրակտիկան, տրամադրվող օգնության չափը մեծացնել, բայց ավելի թիրախային դարձնելով։ Այսինքն ընտրել կոնկրետ ընտանիքներ, որ ռեալ դրա հաջողության կարիք ունեն, այդ գումարը ուղղորդել այդ անձանց եւ այն անձինք, ովքեր համակարգի սխալ հաշվարկման կամ մուտքային ինֆորմացիայի, չգիտեմ, ոչ ամբողջական կամ ոչ լիարժեք լինելու հանգամանքով են հայտնվել պաստառների շարքում։ Ոչ ստեղծարարական սխեմաներ կային։ Դիլիջանի նախկին սոցիալի աշխատող էր պատմում, ասենք թղթերով ոչ ամուսնացած են, ոչ սեփականություն ունեն, ոչ բան, բայց ասենք բոլոր հարևանները գիտեն, որ այդ մարդիկ ամեն ինչ ունեն, տունել ունեն, ավտոել ունեն, կինը թանկարժեք զարդերել ունեն եւ այլն, այսինքն այդ պետությանը խաբելը ոնց որ բան է, էլի։ Մեղք չի համարվում։ Այդ սոցիալական նորմերի մասին որ խոսենք, մի հատ հետաքրքիր բան արեցին, ամեն համայնքապետարանի կայքում բռնեցին հրապարակ շուտ տեղ, սկսեցին հրապարակել այդ համայնքի նպաստ ստացող անձանց ընտանիքների քանակը, ընտանիքների կոնկրետ անվանականը, ասենք հասցեով եւ ասենք ցանկացած մեկը կարա մտնի օրինակ իրենց շքամուտքում տեսնի, թե ովքեր են այդ օգնությունը ստանում, հա։ Այդ կարծում եմ ինքը սոցիալական էքսպերիմենտ է իրականում, շատ այդպես մեծ տարածում չունեցավ, բայց մեր հայաստանյան պայմաններում են, որ պետք է այնպես լինի, որ ոչ թե բաշարել եմ, արել եմ, ստացել եմ, այլ դա համարվի ամոթ, որ եթե դու դրա կարիքը չունես, ոնց ես գնացել այդ գումարը ստանում։ Այո։ Այդ եթե սոցիալական նորմ որպես հաստատվել, ընկալում չկա էլի, որ այդ ուրիշի դեռևս չկա։ Կտրում այլ մտածում դե պետությունից ինչ փոխենք լավ է էլի։ Բաշարել եմ, արել եմ այդ չգիտեմ, ես հնարավորություն իհարկե այլալեզու բառ օգտագործելու համար, բայց այդ մտայնությունը կա։ Ղարաբաղից տեղահանված բնակչությունը, որ Հայաստան տեղափոխվեց, ինչ կարգի ազդեցություն ունեցել տնտեսական աճի վրա։ Ունենք ինչ որ տվյալներ։ Որպես այդպեսին քանակական գնահատում չկա, բայց էլի
ազդեցությունը դրական է, զուտ հաշվի առնելով այդ մարդկանց ներգրավվածությունը տարբեր սկսած GG Yandex, այդ որը փոխադրման բիզնեսի մեջ, այլ ոլորտում շատերը գործարարության փորձ ունեին, որոնք եկան շարունակեցին իրենց գործունեությունը Հայաստանում։ Այսինքն ազդեցությունը դրական է եղել այլ հավասար պայմաններում, եթե դիտարկենք տնտեսության վրա, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ նաև իհարկե առաջացել է այդ մարդկանց տներով ապահովման անհրաժեշտություն, որը տարբեր հաշվարկներով 1-ից 1.5 միլիարդ դոլարի չափ գնահատվում, որը բնականաբար կառավարությունը պետք է հոգա։ Ես դա չեմ համարում, այսպես ասած, դա այն պոզիտիվ պարտավորությունն է պետության, որ ինքը պետք է կատարի այդ մարդկանց նկատմամբ։ Չի քննարկվում։ Ուղղակի ես մտածում եմ, քանի որ աշխատող բնակչության քանակը ավելացել է, նաև սպառող բնակչության քանակը ավելացել է, դա ավտոմատ պետք է նաև խթաներ տնտեսությունը եւ ավելացնել։ Բնականաբար խթանել է տնտեսությունը, բայց քանակական հաշվարկ թե ինչ ազդեցություն է ունեցել, ցավոք այդ գնահատումը որպես այդպեսին չկա։ Ես մի հատ ուզում եմ վերադառնալ բանկերին, դու նշեցիր, որ այդ իրանց շահութաբերության գլխավոր պատճառները կապված են ոչ ռեզիդենտների սպասարկման եւ տարբեր գործակների հետ։ Բանկային պորտֆելը չի աճել, բանկային տոկոսային եկամուտները չեն ավելացել բանկերում։ Բանկային պորտֆելն էլ է աճել բնականաբար, այսինքն իմ նշած գործոններից մեկն է միայն, եւ ես նշեցի հատկապես մի քանի առաջատար բանկի մոտ։ Իսկ բանկային պորտֆելում ի՞նչն է ավելացել, այսինքն ես փորձում եմ հասկանալ շինարարություն, հիպոթեք, այս երկուսի հետ կապված սպառողական հիպոթեք, շինարարություն, այսինքն ամեն ինչ կապված անշարժ գույքի հետ։ Շինարարությունը հիպոթեկի հետ կապ ունի։ Հա, շինարարությունը երբ որ կառուցապատողն է կամ շինարարն է ինքը վերցնում, իսկ հիպոթեկը երբ որ ֆիզիկական անձինք են վերցնում, երբ որ նայում ենք ընդհանուր, հիշում եք 2024 թվականին ինքը Երևանում վերջի տարիներ, հա, եւ եկամտային հարկի եւ դա այսպես լրացուցիչ խթան էր, որ երբ պահանջարկ առաջանա անշարժույթի շուկայում, հիմա որոշակի արդեն նվազման միտումներ կա, նկատի ունենք գործարքների առումով, բնականաբար գործարքների առումով շինարարությունը շարունակում աճել, այսինքն նախորդ տարիներին ծախել են, հիմա պետք է կառուցեն, որ այդ մարդկանց տան։ Գործարքը նվազում է, նույն հիպոթեկային բաները եւ այլն, բայց մնացածը ասենք աճում է։ Ոչ թե պորտֆելն է նվազում, այլ այդ աճի արագություններն է, էլի, արդեն այլ։ Իսկ այլ ոլորտների վարկավորումը, ուղղակի ուզում եմ հասկանալ Առևտրի ոլորտում այլ բավականին։ Ենթադրում եմ, որ դու նշում ես, որ առևտուրը առաջատար ոլորտներից է։ Ուզում եմ հասկանալ այն, որ բանկերի շահութաբերությունը շահույթը ավելանում է, կապիտալը ավելանում է, արդյոք կկարողանան շարունակել դրա հետ մեկտեղ վարկավորում ավելացնել մեր տնտեսությունը կարող է այդքան վարկային բեռ վերցնի։ Հաշվի առնելով, երբ որ նայում ենք, թե բանկերը իրենց միջոցները որտեղ են տեղաբաշխում եւ ինչ գործիքներ են ընտրում, ակնհայտ է, որ մեր տնտեսությունը բանկային համակարգի հետևից չի հասցնում։ Այսինքն այնտեղ ձևավորվում են շատ ավելի մեծ կապիտալներ, կենտրոնական բանկը ինչ-որ բուֆերային բաներ սահմանեց, որը ենթադրում է հակացիկլիկ բուֆերներ սահմանեց, որը ենթադրում է, որ ավելի մեծ կապիտալի ներգրավվածություն բանկային համակարգում, բայց միևնույն ժամանակ չկան վարկունակ բավարարականության բիզնեսներ, որովհետեւ իրենք այդ տեղաբաշխումը անեն, արդյունքում այլ հավասար պայմաններում նախընտրում են այդ, չգիտեմ, օտարերկրյա պարտատոմսեր առնել։ Այսինքն արժեթղթերի պորտֆելն է այապես ավելացել, համեմատ վարկային իրականում իրանք երկու խնդիր ունեն։ Եթե ուզում են, քանի որ ձևավորել են մեծ քանակությամբ պարտավորություններ, արտարժույթով ոչ ռեզիդենտների նկատմամբ, իրանք պետք է նաև արտարժույթով այսինքն խոսքը գնում է, որ ոչ ռեզիդենտ ակտիվներ ունենան, որ բարձրացվելիության, որ հենց կան իրանցից ուզեն կարողանան միանգամից իրացնեն եւ դիրք հնարավորինս փակ են, էլի, այսպես ասած։ Ոչ ռեզիդենտները բերե դեպոզիտներ են դրել, դեպոզիտները ենթադրաբար դոլարով են դրված, այնքը բանկը տնենա դոլարով ակտիվներ, դա ամերիկյան պետական պարտատոմսեր եւ իրացվել։ Ոչ միայն ամերիկյան պետական պարտատոմսեր, նաեւ երրորդ աշխարհի, այսպես ասած, ֆիքս ինքամ
ռուսական Եվ ոչ միայն դոլարով, եվրոյով էլ, ռուբլով էլ, ավելի պրոբլեմատիկը ռուբլով։ Մենք ռուբլով ավանների այդպես մեծ բազա ունենք։ Ես կարծում եմ չէ, սովորաբար Ասեմ ինչքան մեծ, բայց կա։ չէ, մարջինալ է, ինքը մարջինալ է, որտեղ մեր բանկերը իրականում թղթակցային հաշիվներ կան, որ ռուսական շատ բանկերի հետ դա խնդիր, պրոբլեմատիկ իրանք հակվածել չէին էլի ռուսական։ Ու հետո եթե կհիշեք, մի պա Ռուսաստանում շատ մեծ նաև արտարժույթեր առաջացել։ Շատ մեծ արտարժույթեր առաջացել, որովհետև իրանք չէին կարող ստանում էին, հա, որոշակի դոլարային եկամուտներ, բայց շատ դեպքերում նավթից գազ, բայց ծախսելու հնարավորություն չկար։ Եթե հիշում եք, այն ամենասկզբից ինքը շատ մեծ բարձրացավ, հետո ընկավ, հետո նորից բարձրացավ փոխարժեք։ Հայկած իսկ Չինաստանի հետ ինչ կա, ինչ որ աճում է, հա, մեր առևտրաշրջանում։ Էլի ոսկու էֆեկտն է եղել, ես ուզում եմ շեշտել ոչ միայն Հոնկոնգի ֆակտորով, այլ նաև մարտհամակային, այսպես ասեն, mainland-ը, մարտհամակային նաև Չինաստանի հետ կապված։ Հա, մենք ունեցել ենք աճ նաև նույնպես ստացվելու վերջի տարիներին մեր բրենդի արտահանման մեծ մասն է գնացել Չինաստան։ Ինքը իրականում էլի մենք ռիսկեր ենք առաջացնում։ Ինչ եթե Չինաստան ԱՄՆ հնարավոր հակամարտության պայմաններում կամ լոգիստիկա առումով ճիշտ է բրենդի լավը նայումն է, որ ինքը բորսայական ապրանք է, commodity է, ըստ էության, բայց էլի այդ գործարար կապերի հաստատման սովորույթների հարցը որոշակի լագեր է ստեղծելու էլի այդ բանի հետ։ Հենց է ստացել որ ավտոմատ մեր բրենդի մեծ մասը գնում է 80-90% գնում է Չինաստան։ Գերմանիա չէ։ Բուլղարիա էլ է եղել առանձին տարիների, այսինքն այդ բրենդաձուլարանը որտեղ ոնց է commodity-ն վաճառվում է, որտեղ տանում են, հետո իրանք ստանում են արդեն բրենդ ու բրենդի վաճառքում գնում ամենամոտիկ եւ նպատակահարմար, հա, այնտեղ այդ հալելու միջնորդավճարները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Մենք ձևավորել ենք որոշակի ռիսկեր այդ առումով նաեւ Չինաստանում։ Ես միշտ որ ասում եմ, որ մենք դիվերսիֆիկացիայի մասն ենք խոսում արտահանման, օրինակ ԱՄՆ-ի դեպքում, հա, մեր ՏՏ ծառայությունների մեծ մասը գնում է դեպի ԱՄՆ։ Դա ռիսկ է, թե ռիսկ չի, բնականաբար ռիսկ է։ Այստեղ հարցը չի թե որ երկիր է գնում, հարցն է որ կենտրոնացվածության արկայությունը։ Նույնը Չինաստանի դեպքում պղինձը, չգիտեմ, սննդի վերամշակման այդ ապրանքների դեպքում Ռուսաստանը մենք պետք է հնարավորինս փորձենք դիվերսիֆիկացնել եւ ապրանքային եւ հնարավորություն ունենք դիվերսիֆիկացման։ Նկատի ունեք ավելի շատ արտադրենք։ Այլ երկրներ։ Մի 5 երկիր կանանենք, կամ եթե ՏՏՆ-ը Ամերիկան ինչ տրամաբանական է, էլի ինչ տանենք Եվրոպայի վրա աշխատենք, թե Չինաստանի, այդ էլի գործարար կապեր է, էլի, չէ։ Մենք ունենք ՏՏ ընկերություններ, որոնք շատ հաջողությամբ հանդես են գալի Աֆրիկայում։ Այլ բանա որ այդ ընկերությունների մի մասը հանդես են գալի իրանց ամերիկյան ընկեր անձրևանոցներով, ինչ-ինչ պատճառներով, հա, որովհետև ամերիկյան ընկերություններին ավելի հեշտ է Աֆրիկայում այդ պրոյեկտները վերցնել, քան թե հայկական դրոշով ընկերությունը, բայց այսինքն պետք է տարբեր երկրներ այդ ամեն ինչը փորձել եւ կան էլի, այնպես չի որ մենք խոսում ենք անհնար ինչ որ մի բանի մասին, եթե 3 հոգու, 4 հոգու հաջողվում, ուրեմն կարող է հաջողվի նաեւ 50 հոգու էլի այդ շուկա մտնել ու իրանք զարգացող շուկաներ են բացի Ամերիկայից Լատինական Ամերիկա, Եվրոպա, այսինքն պետք է փորձել ուղղակի դա ոլորտում ունի նաև որոշակի առանձնահատկություններ եւ այդ կենտրոնացվածության եւ հաշվի առնելով ներդրումները, որոնք գրանցված են այսօր ինչ է տեղի ունենում հայկական հիմնադիրներով կազմակերպությունը գրանցվում է Դելավերում այդ Դելավերում գրանցվելով Դելավեր յունիթը ներգրավում է ներդրումներ եւ որպես ծառայության վճար ուղարկվում է Հայաստան, որովհետեւ իր տեղական դուստր կազմակերպությունը իրականացնի ինչ որ գործունեություն, հա։ Սա մեր համար ծառայության արտահանում է, բայց այդ ծառայության արտահանումը անհնար կլներ, եթե չլներ Դելավերում գործող ընկերությունը, որ ներդրումներ կներգրավեր։ Այսինքն ինքը դասական առումով մեծ հաշվով ինքը
տիպիկ հայկական արտահանում, այսինքն ամերիկյան յունիտը կապ չունի, բայց քանի որ ներդրումը ներգրավելու խնդիր կա, ուրեմն ամերիկյան ընկերությունը ոնց որ ներմուծում է, էլի, ասենք, ասես մի հատ Դե այդպես միանշանակ ոնց որ չի տարանջատվում, էլի հայկականը, ամերիկյանը։ Օրինակ ներդրումների մասով մեր խոսում ենք հայկական տակում ստարտափեր ներգրավել են շատ մի քանի $100 միլիոն ներդրումներ, տարբեր 20-ից 20, չգիտեմ 35 միլիոն B սերիայով, հա, ասենք, C սերիայով եւ այլն, կամ A սերիայով, բայց քանի որ յունիտը գրանցված է ոչ Հայաստանում, դա Հայաստանը որպես ներդրում չի ֆիքսում, հա, մենք անցած դա ծառայության միայն, վենչուրի մասին էինք խոսում Կարենի հետ։ այդ խնդիրը ունենք։ Չինաստանի հետ մեր սալդոն դրական է առևտրային։ Չէ, բնականաբար։ Հետաքրքիր։ Չէ, մենք Չինաստանից էլի մեծ քանակությամբ ապրանքներ ենք Մեքենաները մենակ։ Չինաստան որոշ դեպքերում չինական ապրանքներն են վերարտահանվում, ասենք պայմանական նույն iPhone-ը, որը Վիետնամից էր գալիս եւ Չինաստանից, որը direct հնարավոր չէր վաճառել Ռուսաստանին, գալիս Հայաստան գնում էր, իսկ ինքը country of origin-ը նույն iPhone-ի դա ֆիքսվում է որպես չինական։ Ամերիկյան չի էլի։ Դիզայնն է ամերիկյան։ Այո, դիզայն in California չի, ինչպես ընդունված։ Բայց վիճակագրությունը որոշակիորեն պատկերացուցիչ տալու։ Եթե Չինաստանի հետ մեծ դիսբալանս ունենք, նշանակում մնացած երկրների հետ դրական բալանս ունենք, քանի որ ընդհանուր իմպորտ-էքսպորտը տարբեր երկրների հետ իրավիճակը տարբեր է, ասենց ասեմ, մեր հիմնական գործընկերների հետ իրավիճակը այնքան խառն է, որ օրինակ այս վերարտահանումը պատկերը շատ է աղճատել։ Օրինակ Ռուսաստանի հետ մենք նայում ենք շատ մեծ ծավալների մասին, շատ բաների մասին, բայց դրա մի մասը իրականում վերարտահանում է։ Իհարկե կան տարբեր գնահատականներ վերարտահանման ծավալների մասին, որը Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման 45-ից մինչև 55%, ասենց այս միջակայքում թվեր են նշվում, որ վերարտահանումը իրանից ներկայացնում, բայց ելի որ փորձենք, քանի որ բջջային հաշվեկշռի դեպքում դժվար է country of origin հասկանալ մենք, այլ մենք բացարձակ թվերով ենք ասած նայում, պատկերը աղճատվում է։ Իսկ բյուջեին որ վերադառնամ, քաղաքացու բյուջե մի հատ այս պրոյեկտ ունենք, չէ՞։ Այո։ Ինչա։ Մեր քաղաքացիները ավելի շատ են սկսել հետաքրքրվել։ Հա, իրանք բավականին մենք գոհնակությամբ պետք է ասեմ, որ մեր իրականացնումից հետո ֆինանսների նախարարությունը ֆորմատը պահպանելով հաջորդը իրանք իրանց ուժերով եւս հրապարակեցին կատարողականը։ Օրինակ մենք 24 թվականի բյուջեի համար վարել էինք միայն Facebook-ում unique դիտումների քանակը շուրջ 930,000 էր unique։ Եթե հաշվենք նաև հանրային հեռուստատեսության դիտորդների քանակ, YouTube-ը գովազդ բան եք միացրել։ Հա, գովազդ ենք միացրել։ Այս բացի դիտումը ինչ որ կոմունիկացիա կա քաղաքացու ֆիննախի մեջ ինչ որ մի ձևի հետադարձ կապ գնում է։ Դե օրինակ նույն բանը քաղաքացու բյուջեն որպես փաստաթուղթ նայում ենք, քանի հոգի են կլիկ արել, այդ լինքով գնացել, էլի մի քանի 100-ի մասին էր խոսքը գնում։ Եթե մարդ հետաքրքրվել է, բացել է, ինքը ժամանակ է պահանջում։ Դա հասկանում եմ։ Դի լինի awareness, interest, desire եւ action։ Այդ ի վերջո նպատակն է, որ կապ հաստատվի քաղաքացու ու պետության միջև, ճիշտ է։ Այո։ Օրինակ Վանաձորցին կամ Գյումրեցին գասի, չգիտեմ, Երևանում մանկապարտեզին չի անվճար, մեր մոտ վճարով է կամ դպրոցում, չգիտեմ, մի աշակերտի հաշվով ենթադրենք ավելի շատ եք վճարում կամ ավելի քիչ եք վճարում, ընդհանրաբար շատ, այսինքն որոշակի հաշվետվողականություն ու պահանջատիրություն ձևավորվել։ Բնականաբար, դիսկրիմինական շրջանում դա լինելու է միջնորդավորված հասարակական կազմակերպությունների ոլորտային ասոցիացիաների միջոցով։ Մենք 2025 թվականին
մասնակցում ենք 2026 թվականի բյուջետային հայտի քննարկմանը եւ միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկմանը էկոնոմիկայի նախարարությունում, որ գյուղատնտեսական բլոկում, որտեղ իրենք 2 օր էին նախատեսել գյուղատնտեսական պետք է նշեմ, որ բավականին արդեն շարժ կա, հաճելիորեն ես նույնիսկ զարմացա, որ այդքան կազմակերպություններ ներգրաված են, առաջարկներ են ներկայացնում, ճիշտ է իրենց բանի շահերից ելնելով, որ էլի միանգամայն հասկանալի է, բնականաբար այդ կազմակերպությունները նախ եւ առաջ իրենց անդամների շահերը պետք է ներկայացնեն, առաջ մղեն, դրանք շատ նորմալ եմ ես վերաբերում, բայց էլի դրական եմ համարում։ Այսինքն լինում էր ժամանակ, որ ուղղակի դա քննարկվում էր, հայտարարում էին, այդ օրը գնում նստում են եւ մարդ չէր գնում, էլի այդպես իրավիճակներ էլ ա եղել։ Բայց երբ որ կան մարդիկ արդեն դրականի մասին։ Շատ լավ։ Իսկ մի հատ է գրաֆիկ աչքովս ընկավ էլեկտրոնային առևտուրն է, հա, բավականին վերջի տարիներին ակտիվ աճում այդ Globing, Onex, Ozon, հա, այդ բաներն է։ Թե մենք այն որը հրապարակել ենք, դա Հայաստանի ներսում էր վերաբերում այդ առևտուրը, Հայաստանի ներսում տեղական օրինակ մարդը ֆիզիկապես չի գնում սուպերմարկետ, ապով բան է պատվիրում։ Ապով ինչ որ բան է պատվիրում, ինքը դրսի քարտերով Հայաստանում կատարված գործարքներ եւ Հայաստանում հայաստանյան քարտերով կատարված գործարքներ, որտեղ այդ virtual merchant-ները, կոպիտ ասած, մեր տեղական կազմակերպությունները։ Դրա մեծ մասը տաքսին, չէ՞։ Կդժվարն է այդքան տենց ինչ որ բան չկա, բայց ապրանքներ բավական մեծ թիվ է կազմում ապրանքների ծառայություններ։ Ինձ թվում է արդեն ոչ միայն նույն ասենք ծնունդի պատվիրումը, հա, եւ այլն էլի բավականին մեծ քանակ է կազմում։ Ոչ միայն հաստատ ոչ միայն ծնունդը հաստատ բանա տաքսի ծառայությունները։ Տաքսի նկատառու տաքսի ծնունդ, այսինքն ոչ չգիտեմ, Yandex Glovo այդ տիպի բաների մասնախոսքը չէ, խցանումները, չէ, եւ ոչ միայն լիքը այլ բանից դուրս էլ ինքն նես չի որ թիվը շատ մեծ էր, արան ունի եթե թիվը սպայն չեսնի շատ բան արած կլինի մոդեքսներ չէ։ Բայց ասում մեծ թվերի մասին է խոսքում, դա չի կարա Yandex հասկացա, դա օրինակ ինչ կահույք on-line ինչ որ մեկ պատվիրի կամ ինչ պատվիրի on-line շորեղեն հա կհասկանամ, բայց ուզում հասկանալ ինչ e-commerce արվել Ինչու ոչ նաև բան կարա լինի, կահույք միգուցե չէ, բայց կահույքը 756 ծառայությունների վճար, ինչ է 756 միլիոն, հա, ինչ միլիարդ, 781 միլիարդ ընդհանուր։ Ընդհանուր 781 միլիարդ, որի մեծ մասը պետք է լինի ծառայությունները 756, կոմունալ ապրանքներ եւ ծառայություններ։ Ապրանքներ բան 25։ Ապրանքներ եւ ծառայություններ իրականում ասենց ասեմ նույնիսկ կարող չէ, բայց առանձին տարեր, ասենք շինարարական խանութից պատվիրես գամ տարակումը իրականացվի էլի։ Հա, բայց կցամասեր անգամ ավելացել է։ Դե հասնես կցամասով պատվիրես ինչ որ կցամաս ուղարկեն, հա, ասենք 10 անգամ 5 տարում 10 անգամ։ Հա 5 տարում, լավ, տարում չէ։ Բայց մեծ մասը այդ 20 թվականի էֆեկտը իրականում ազդել է մարդկանց վարքագծի վրա երկարաժամկետում, բնականաբար։ Երկարաժամկետում ինքը մեր վարքագծի վրա իրական ազդել է։ Դե բայց նաև աշխարհն է էլի փոքրացել։ Ես Դիլիջան տան համար բան եմ պատվիրել։ Երևանից։ Դրսից Չինաստանից։ Հա։ Սեղան բարձրացող իշնով, որտեղ չեմ տեսել կա թե չկա։ Ես էլ էսենց մի քանի օր առաջ բնակարանի հետ կահավորման եմ զբաղվում։ Սանցտեխնիկայի մեծ մասը դրսից եմ պատվիրել, որը էականորեն ավելի ձեռնտու է, քան թե ասենք տեղական բաներից գնել էլ։ Ու իրականում մենք խոսում ենք այդ Globing, Onex, չգիտեմ, Shipex եւ այլն։ Իրանք էական ազդեցություն են ունեցել եւ սպառողների տեղում հայկական վարկագծի վրա,
եւ նաեւ դրական առումով։ Իսկ բանը օզոնն ու Wildberries-ը իրանք նաև հարկերն են վճարում։ Այո, նույն ասենք Wildberries-ի այդ ամեն ինչը ստեղ երևում է։ Լա։ Որտեղ Wildberries կա գրանցված Հայաստանում։ Այդ ամեն ինչ փոխում է։ Wildberries-ը Հայաստանում գրանցված unit ունի, ինքը հարկեր վճարում է եւ հետեւաբար այդ ամեն տարբեր բանը ստեղ ֆիքսվում է։ Դա ամեն ինչ բացատրես։ Չէ, Globing-ը ոչ resident է տեսնում, բայց դա Globing-ով ինչ առեմարտը չես տեսնում։ Ծավալային առումով տեսնում ենք, որովհետեւ այդ կոչումը սուրհանդակային ծառայության միջոցով տեղափոխում ու պետք է հարկվում է լա, մասը հարկվում է լա։ Եթե իհարկե բարեխիղճ չեն գտնում հայտարարելիս, կամ ուղղակի պետք է ոնց ուշադրությունը դարձնում կոնկրետ ապրանքներ, ասենք համակարգիչ, եթե ինչ-որ մեկը գրի, որ $200 համակարգիչ առել, առնվազն կբացեն կնային, հա, կամ օրինակ iPhone-ներ, sense ինչ-որ ապրանքներ, բայց դա շոր է, առանձնապես կարող չաշել չխորանալ։ Տեղյակ չեմ կարող ասեմ։ Հայկաս իսկ էս եկամուտների հայտարարագրում շրջարկի բարձրացում է դրանք ինչ էֆեկտներ են ունեցել այսօր ուսանողները դրա ուսանողներից մեկը դրա ոնց որ բացասական հետևանքներ էր մատ մոդելավորել էլի բավականին տենց Որ մեկի շրջանառության հարկի երկու իրար հետ էր եւ հարկի բարձրացումը եւ եկամուտը հայտարարագրման ներդրումը Ես հայտարարագրումը ճիշտ ասած համարում եմ ինքը դրական Ну, չէ, ոչ թե զուտ վերաբերմունքի արդյունքով, այլ վիճակագրական։ Վիճակագրական մենք չունենք դեռևս դրա արդյունք, բայց ռեֆորմի իրականացման ընթացքը շատ վատ եմ գնահատում, հատկապես երբ որ հետաձգեցին նոյեմբերի 1, ախր կա շատ պարզ էլի տեխնիկական վարձու աշխատողները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Ունենք բոլոր վարձու աշխատողների տվյալները Ունենք դրանցից ովքեր ունեն նույնականացման քարտ, ովքեր չունեն։ Այսինքն հատ Excel-ով, ես մի Excel-ից այնուց Excel պետքա lookup անել։ Ասենց այս level-ի հարց է, էլի, հասկանալ ովքեր չունեն, այդ մարդկանց նամակ ուղարկել, հասցե ամեն ինչ ունենք բոլորի, հա։ Երբ որ մարդուն տենց թիրախավորված նամակ ես ուղարկում, ոնց որ ընտրությունների ժամանակ, կամ այլ բանում, դա մարդուն մի տեսակ զգաստացնում է մանավանդ Մեր մոտ այն մտայնությունը կա պատկերացրեք օրինակ մարզեր, հանկարծ post-ից նամակա գալ ինչ որ մեկի անունով, որ դուք գնացեք, այսինչ օրը մոտեցեք, չգիտեմ, այսինչ անձնագրային բաժանմունք, ներկայացրեք ձեր փաստաթղթերը, եկեք նկարենք, ձեզ տանք նույնականացման քարտ, որի հիման վրա կգնաք mobile ID կանեք եւ այլն։ Այսինքն կա sense ինչ որ բան, որ այսինքն այդ ռեֆորմը գծելուց կարելի է առնվազն այդ ամեն ինչը անել ու դրա համար մեծ ռեսուրս չի պահանջվում, մեծ գիտելիք չի պահանջվում, ես ինչի մասին խոսում եմ, ուզում եմ ֆիքսենք, որ հեծանիք չեմ հորինում, էլի։ Թվում է թե պարզ, ասենք, ինձ պետք է, որ 700,000 մարդ, հա, կամ որպեսզի 700,000 մարդ հայտարարագիր ներկայացնի, ինքը պետք է ունեն հայտարարագիր։ Ինչ անենք, որ 700,000 մարդկանցից, ասենք, չգիտեմ, 600,000-ը չունեն, ունենան այդ հայտարարագիրը նույնականացման քարտ ոնց ունենան։ Կա ինչ-որ 1-2 քայլ ու ամենավատը հիմա տեղափոխվեց վերջնաժամկետը, հա, մինչև նոյեմբերի 1, ես էլի վստահ եմ, որ այն հոկտեմբերից մինչև նոյեմբերի 1 ելնելու է պիկ, էլի խնդիրներ եւ այլն, որովհետեւ այդ աշխատանքը այսօր չի իրականացում այն ակտիվ քայլերով ու մենք էլի որպես ժողովուրդ այնց կարգապահ չենք։ Հա, բայց ամեն ինչ թողում ենք վերջը։ Չէ, բայց եկեք ընդունենք մի բան։ Մենք չէ, բոլոր երկրներն է տենց են։ Ես օրինակ կարծում եմ, այդտեղ ժողովուրդը մեղավոր չի։ Չէ, չեմ ասում մեղավոր է։ Չէ, մենք գիտենք, չէ, որ մեր ժողովուրդը ճիշտ թողում են, ոնց անենք, որ չթողեն վերջի պահին։ Այսինքն կառավարությունն էլ է մեր ժողովուրդը աշխատում է վերջի պահին։ Ես չեմ կասկածում, որ կառավարությունն էլ է մեր ժողովուրդը աշխատում։ Հետո ինձ թվում է, որ նա ես տենց եմ պատկերացնում, քանի որ ժամանակին այդ մեծ ուսոր համակարգի կամ ռեժիմի մեջ աշխատել եմ, այնքան շատ բան կա զբաղվելու, որ մինչև ինչ-որ բանի վրա չեն կենտրոնանում կամ այդ ինչ-որ բանը չի գալիս, դանակը ոսկորին հասնում, երբ որ տենց ամբողջ կառավարությունը վարչապետով մենք սկսում են այդ հայտարարագրման վրա կենտրոնանալ,
ամեն օր այդ պետական ծառայողի մոտ այնքան բան կա, որ ինքը տենց ինչ-որ բանի վրա կենտրոնանա կամ տես լավ պլանավորի անի, ոնց որ մի քիչ այսօր իր տեսական չէ, ինձ թվում է։ Սենց ասեմ, Կամ մեր ուզածը շատ բան չի, իրականում մեր ուզածը շատ բան չի։ Ես ինչ եմ ասում, կարելի է նույնականացնել, չէ՞, կոնկրետ այս գլխից, թե ովքեր չունեն այդ նույնականացման քարտերը, անվանական։ Բոլորի մասին տվյալները ունենք, չէ՞։ Կարանք բոլորին նամակ ուղարկենք, ասենք այսօր այսինչ ժամին կլինես այսինչ անձնագրային բաժնում։ Հավանականությունը ոչ չեն գա։ Ընդհանուր կոչումը change management, ճիշտ է, այսինքն ունես մի վիճակ, որտեղ մարդիկ չեն հայտարարագրում կամ հայտարագրում է x քանակի մարդ, մյուս տարվանից այդ x-ը 10x է դառնում, ու դու այդ փոփոխությունը ինչ-որ մի դեպքում պետք է պլանավորես, ոչ թե ենթադրես որ լավ, ոչինչ որ մի 10 անգամ շատանում, այլ հասկանաս որ 10 անգամ շատանալը իր տարբեր տեսակի խնդիրներն առաջացնելու։ Դե սա նույն խնդիրը մենք ունենալու ենք ու արդեն նոյեմբերին քրիտիկական պիժամ դա էլ իրականում կարելի է հետաձգել, բայց ոչ թե բոլորի համար, այլ օրինակ ասել միջև 35 տարեկանների համար, ասենք օգոստոսի 1-ը, պայմանական եմ ասում, հա, ասենք չգիտեմ, միջև 45 տարեկանների համար սեպտեմբերի 1-ը, ասենք ինչ որ փուլ առ փուլ, որ մարդիկ հայերեն ասած կոմֆորտ զոնայից մեզ չընկնեին, էլի, որ դե վերջում միջև նոյեմբերի 1-ն է, հոկտեմբերի 29-ին կգնանք, կդիմենք 35 տան, 31-ին գրանցենք հայտարարագիրը։ Բարձր։ Դու հարց ունես, մենք ինձ թվում է sense կարանք շատ երկար խոսենք։ Այդ ինչ որ ես եմ մտածում, մենք անverջ է խոսակցությունը։ Պահել որոշակի ժամանակային բանի մեջ։ Կամ էլ Հայկազին հաճախ հրավիրենք, ու sense տարբեր ժամային սլոտերով պրոստը շփվենք։ Հաճելի է իհարկե, բայց կարծում եմ շուտ գալով մեր հեռուստադիտողների համար հետաքրքրությունը կգոյի։ Թեմա պետք է ունենանք, ճիշտ է Հայկազը լիքը ուրիշ թեմաներ էլ անանում, օրինակ, չգիտեմ, 7 ժամյա աշխատանքային նոր տեսավ, բայց դա այլ ոնց որ թեմա է։ Շնորհակալություն հայտնենք Հայկազ ջան, ինձ թվում է շատ օգտակար գործ եք անում մեր Facebook-ի, LinkedIn-ի պատերը բարբերաբար այդպես գրավիչ շատ կարևոր ինֆորմացիա է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Փոխանակ Չեմ խոսքի։ Մերսի։ Արգելի ընկերներ, շնորհակալություն նախ որ մեզ դիտում եք, եթե հավանում եք, ցեղմեք զանգի կոճակը, լայք դրեք, բաժանորդագրվեք եւ անպայման հետեւեք, կհանդիպենք մոտակայքում։